Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ։ Ինչպես հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում 30 կրակոց 8 տիպի խոշոր տրամաչափի գնդացրից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահ Ջրամբարը ունի մոտ 2.5 միլիոն մետր խորանարդ օգտակար ծավալ, որով կարելի է ոռոգել մինչև 500 նույնիսկ 1000 հեկտար օղատարած կախված ոռոգման ձևից։ Շուրջ 1.5 տասնամյակ վարանդա 3-ը չի օգտագործվել, ջրընդունիչ ջրթող համակարգերի հիմնական մասն ավերված էր եւ անօգտագործելի։ Մոտ 1 տարի առաջ մեկնարկեցին վերականգնողական աշխատանքները, առաջին փուլն արդեն ավարտվել է։ Ավարտված աշխատանքների հիմնականում իրիգացիոն մասում ջրթողը կազմակերպված է, իսկ հիմնական աշխատանքները վթարային մասի վերանորոգման աշխատանքները, որոնք պետք է ընթացիկ տարում իրականացնել եւ ավարտին հասցնել։ Վերականգնողական աշխատանքները սկսվել են ջրային տնտեսություն ՓԲ-ի պատվերով, նախագիծը պատվիրել է 2015 թվականին։ Շինարարական աշխատանքները սկսել են զուգահեռ նախագծման աշխատանքներին, սակայն ժամանակի ընթացքում որոշակի ժամանակով դադարեցել է շինարարական աշխատանքները, կապված նախ սկզբում կազմակերպչական, մենք ունենք տեխնիկա, որ չէր աշխատում, վերանորոգեցինք, հետո սկսվեց արդեն գարնանային վարարումների շրջանը, որի ժամանակ հնարավոր չի ջուրը հեռացնել նոր կառուցված ջրթողով, որպեսզի չորացնենք վթարված հատվածը ու սկսենք հողի դրունտի տեղադրումը։ Տեխնիկական հարցերն արդեն կարգավորվել են, եղանակներն էլ բարենպաստ են, սակավաջուր օգոստոս-սեպտեմբերը ջրամբարի վերականգնողական աշխատանքների համար բարենպաստ պայմաններ են ապահովում։ 10-15 օրից վերականգնողական աշխատանքների նոր փուլը կմեկնարկի։ Սկսենք կառուցել մոտեցնող հողային ջրանցքը, վերևից կտեղադրենք անջրպետ, գետի ջուրը կհեռացնենք այս հողային ջրանցքով, կչորացնենք վթարված հատվածը, որտեղ որ պետք է իրականացվի գրունտի տեղադրում ու կսկսվի աշխատանքները։ Հանքը մոտիկ է, ինչպես տեսնում եք, մի կիլոմետրից պակաս 500-700 մետր հեռավորության վրա, կավի գրունտի տեղադրում պետք է իրականացվի, աշխատանքների գրաֆիկով որ նայում ենք, մոտ 1.5 ամսվա շինարարական աշխատանքներ է պահանջում։ Գարնանն ընթառաջ ջրամբարը շահագործման պատրաստ կլինի։ Վարանդա 3-ը կդառնա Վարանդա գետի վրա ոռոգման նպատակով օգտագործվող երկրորդ ջրամբարը, պատվիրատուն ջրային տնտեսությունն է, նույն ինքն էլ իրականացնում է շինարարությունը եւ ինքն էլ ապահովելու է ջրամբարի շահագործումը։ Գուցե նաեւ դրա արդյունքում Վարանդա 3-ի շինարարությունը կհաջողվի իրականացնել նախատեսվածից ավելի քիչ գումարով։ Նախագծի արժեքը կազմում է մոտ 93 միլիոն դրամ, սակայն մենք փորձենք հնարավորինս փոքր գումարներով նախնական պլանավորմամբ երևի 75 միլիոնով կավարտենք շինարարությունը։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, Մերուժան Հայրապետյան, օր